Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Զարմացրեցի քեզ, չէ՞։ Իհարկե զարմացրեցի։ Դե լավ, այլևս նման բան չի կրկնվի։ Հասկացար։ Բերել ես պաշտպանիչ պաշտոնակը։ Հիանալի է։ Հիմա պետք է շատ ուշադիր լինես, որովհետև Աուրելիոն ուզում է բռնել քեզ։ Իսկ ես չեմ ուզում, որ դու պարտվես։ Դու պետք է ամեն ինչ անես այնպես, ինչպես ծրագրել էինք։ Դե լավ, վերցրու այս զենքը։ Վերցրու, որովհետև մենք պետք է բոլորի ուշադրությունը շեղենք։ Ոչ, քեզ վրա չի կասկածի, որովհետև դու երբեք զենք չես գործածում։ Ամեն անգամ դու պետք է փոխես գործելավոճդ, որպեսզի շեղես նրանց ուշադրությունը։ Երբեք չպետք է թույլ տաս, որ նրանք քեզ անակնկալի բերեն։ Իսկ հիմա ինձ լսիր։ Ֆակունդոն դուրս է եկել ճիշտ ուղու վրա։ Թույլ մի տուր, որ նա առաջ գնա։ Շփոթեցրու նրան։ Եվ որքան հնարավոր է շուտ, գործը ավարտին հասցրու։ Դու պետք է հավատաս ինձ, ես ոչինչ չեմ արել։ Ես քեզ հավատում եմ, Աուրելիո, հավատում եմ։ Աուրելիո, դու չես ուզում հրաժեշտ տալ։ Անաստասիա։ Օգնեցեք։ Ես ողջ եմ մնացել։ Այնքան եմ երազել այս պահի մասին։ Ես գիտեի, որ կգաս, գիտեի։ Աուրելիո, քեզ հետ ամեն ինչ կարգին է սիրելիս։ Այո, դու քեզ լավ ես զգում։ Ինձ, մեծ տղա այսպես չգիտես թե ինչպես չորացնես քեզ, մի սրան տեսեք, լոգարանից դուրս է գալիս ու մտքովն անգամ չի անցնում, սրբիճը գլխիդ վրայով անցկացրու, մետքը չորացրու, սովորիր, ես ամբողջ կյանքում քո կողքին չեմ լինելու։ Լսիր, դու պատահաբար ականջովս չես տեսել։ Սպանում ես, լսում ես, սպանում ես։
Ամեն ինչ պատրաստ է Կարակաս գնալու համար։ Ոչ, ինչ կարակաս, դուք ոչ մի տեղ էլ չեք գնա։ Բանն այն է, որ ես ուզում եմ գոյիտեին տեսնեն։ Ոչ, վերցրու սա, սկսիր բոլորին նկարահանել ինչպես վանականն է անում, որպեսի նա անհարմար զգա, որպեսի շփոթվի, մտածի, թե ծաղրում է իրեն։ Սիրների ինձ, պարոնների խնդրում եմ, բայց ես ուզում եմ տեսնել գոյիտեին, ես պետք է տեսնեմ նրան։ Ինչ գոյիտա, մի խանգարիր, գնա հավերին կերտուր։ Եվ մի բան հիշիր, եթե ինչ որ բանում կասկածներ ունես, ուրեմն բախեն մեզ դրանից։ Ոչ ոքի մի վստահիր, ոչ ոքի։ Վերջապես եկար պապիկ։ Այս հանդիպումը իմ կնոջ խնդրանքով է եւ դրա համար էլ պետք է դες մենակ թողնել։ Քեզ վստահ զգա։ Ներեցեք։ Դե ինչ, կարող եմ իմանալ, թե այստեղ ինչ է կատարվում։ Ես Սանտիագոյի հետ խոսել եմ անցյալս ջնջելու եւ նոր կյանք սկսելու մասին։ Կարծում էի, թե այդ խնդիրն արդեն լուծված է։ Մինչև ինձ նախատելն ու ստորացնելը թույլ տվեք նշել, որ հարցին լուծում տալուն խոչընդոտել է այս կինը, որ հիմա կանգնած է ձեր առջև։ Այո, դա ճիշտ է, այդ ես չեմ համաձայնվել։ Ես գնահատում եմ ձեր վերաբերմունքը, պարոն Տոնի, բայց այն ինչ ես կկամենայի ջնջել անհնար է, որովհետև այս մարդը։ Ես էլ եմ կարծում, որ դա նուրբ հարցի աղջիկս, բայց կարծում եմ, որ նրան արհամարելն էլ բավական է։ Դա այդքան էլ հեշտ չէ, պարոն Տոնի, Տեոբալդոն ինձ անընդհատ իմ անցյալն է հիշեցնում, այն որ Սանտիագոն պետք է ոչինչ չիմանա։ Չիմանա, որ ես պարտավորագիր եմ ստորագրել եւ Տեոբալդոից երեխայի էի սպասում, բայց Աստծո կամոք այդ երեխան այդպես էլ լույս աշխարհ չեկավ։ Դու Տեոբալդոից երեխայի ես սպասում։ Ահա, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Իսկ Կոնստանսան ժամը քանիսին այստեղ կլինի։ Չգիտեմ, ես նրան ասել եմ։ Ոչ, լսիր, Կոնստանսան շատ ցրված է, նա երևի մոռացել է այդ մասին։ Հիմա երևի ծովափին պարկած արևային լոգանք է ընդունում։ Իսկ Տեոբալդոն ժամը քանիսին է գալու։ Այդ սրիկան հանդիպման է գնացել պարոն Տոնի եւ այդ կնոջ, այդ Վիոլետայի հետ։ Նրանք փորձում են ջնջել այդ անբարոյական կնոջ անցյալը։ Կարծում եմ դա լավ գաղափար է։ Այդպես որ իրեն ավելի երջանիկ կզգանա այդ։ Միգուսա։ Մենք այստեղ ենք հավաքվել, որ ոչ թե խոսենք Սանտիագոյի ու Վիոլետայի մասին, այլ որպեսզի Վալենտինոյի մասին խոսենք։ Եթե այդ ծերուկն ասի, թե ով է վանականը, ապա այդ անիծյալ մարդասպանը կարող է փախչել մեր ձեռքից։ Այո, վերջապես եկեք որոշենք, թե այդ ծերուկի հետ ինչպես ենք վարվելու։ Չգիտեմ, բայց մենք չպետք է թույլ տանք, որ այդ ծերուկը խոսի, եթե մենք ուզում ենք այս ամենը վերահսկել, որովհետև Աուրելիոն չպետք է այս տուն վերադառնա, մենք արդեն հաղթել ենք նրան։ Ոչ, Բրոմելիա, զգուշ, այդպես չէ։ Գիտեմ, մեր դստեր մահատանջում է քեզ, բայց դու չես կարող նման բան անել։ Դու չպետք է այդպես վարվես։ Պարոն Տոնի, ես երբեք այս մարդու հետ կապված ոչ մի նպատակ չեմ ունեցել, հակառակը միշտ աշխատել եմ հեռու մնալ նրանից։ Իհարկե, հիմա դու սուրբ ես Սևանում, բայց մի մոռացիր անցյալը ջնջելու համար մենք պետք է սկսենք այն փաստից, որ անբարոյական ես եղել։ Իսկ ինչու չես ասել նրան, որ բռնի ուժով ես տիրացել ինձ։ Իհարկե, դա քեզ համար մանրուք է, ինչ կարիք կա ասելու։ Թույլ տվեք ասել, որ այս մարդը, որը կանգնած է ձեր առջև, բացարձակ չի տարբերվում կենդանուց, որովհետև երբ ես նրան ասացի, որ չեմ ուզում նրա հետ որևէ հարաբերություն ունենալ, նա բռնի ուժով տիրացավ ինձ։ Դու այս աղջկան բռնաբարել ես Տեոբալդը, դու իսկական կենդանի ես։ Ինչպես կարող էին որդի նման բան անել, ինչպես կարող էր այդքան դաժան լինել։ Նախատիր ինձ հայրիկ, ես սիրում եմ նրան։ Ես չէի կարող թույլ տալ, որ նա հեռանար, մեր պայմանագիրը դեռ ուժի մեջ էր։ Տեր Աստված, ինչ մեղք եմ գործել, ինչու ես ինձ այսպես պատժում։ Բանն այն է, որ ես հղիացել էի։ Ցուցահանդեսի օրը պայթյունի ժամանակ, երբ ինձ հիվանդանոց տեղափոխեցին, Լեոնն ասաց, որ ես կորցրել եմ երեխային։ Կարող պատահել Լեոնը, ուրեմն այս գործի շատերն են տեղյակ։ Սանտիագոն չպետք է իմանա այս մասին, դա կսպանի նրան։
Մենք պետք է գտնենք Լեոնին, պետք է զգուշացնենք նրան, որ ոչ ոքի ոչինչ չասի, ոչ ոք չպետք է իմանա այդ մասին, ոչ ոք։ Շատ հանգիստ տեսք ունես։ Կարծես քեզ չի հետաքրքրում, որ Վալենտինոն քեզ էլ իր հետ անդունդն է գլորում։ Ոչ մի նման բան։ Ես թրջել չեմ սիրում։ Հիմար մի ձևացիր, ես գիտեմ դու այդ ծերուկի հանցակիցն ես, այդ նա է ստեղծել այդ վանականին, բայց անհոգ եղեր, երբ բոլորն իմանան ճշմարտությունը, դու նրա հետ բանտում կհայտնվես։ Լսիր, ինձ մի նյարդայնացու, որովհետև դեմքիս կնճիռներ կառաջանան։ Համ էլ ես եկել եմ այստեղ, որ հանգստանամ եւ արևային լոգանք ընդունեմ։ Մայրիկ, ես ուզում եմ քեզ մի հարց տալ, ուզում եմ, որ ինձ ճիշտն ասես, միայն ճշմարտությունը։ Ոչ, Էմիլիա Մարգարիտա, կուրծքս բնական է, դեմքս էլ ոչ մի պլաստիկ վիրահատություն չեմ արել։ Քեզ հիմարի տեղ մի դիր սիրելիս, հաստատ ոտքիդ մատներն ես վիրահատել։ Մայրիկ, ես քեզ դա չէի հարցնում, ես Հելենա տատիկի աղջիկն եմ։ Շարունակիր թղթից ամրացնել կառուցել հայրիկ, ցանկացած պահ այն կարող է քանդվել ինչպես որ հիմա։ Ես պետք է ցույց տայի, որ Սանտիագոն եկեղեցական դառնար։ Աստված, ինչու այսքան մարդկանց դժբախտության պատճառ դարձավ։ Հայրիկ, երբ սկսում ես զղջալ, ծիծաղել ես դառնում։ Ես քեզ մի բան կասեմ, ես կօգնեմ քեզ ջնջել Վիոլետայի անցյալը, բայց դա կանեմ հանուն որդուս, հանուն ինձ, իսկ երբ այդ ամեն ավարտի ես կհեռանամ։ Ոչ, պարոն, դու կմնաս Ագրիպինայի հետ, դու նրանից չես բաժանում, ես թույլ չեմ տա, որ կյանքդ կործանես, ոչ, պարոն, ես թույլ չեմ տա։ Աստծո սիրուն հայրիկ, այս ամենը քո պատճառով է տեղի ունենում, խնդրում եմ Բերշուր, դու ինձ սպանում ես, ես սիրում եմ իմ որդու կնոջը։ Ես ստիպված էի Յոլանդայի հետ նույն տանիքի տակ ապրել, չնայած որ մորդ հետ էի ամուսնացած։ Բայց դու ապագա ունեիր հայրիկ, իսկ ես ոչ։ Ասա ինձ հայրիկ, ինչ կտա քեզ այս ամենը։ Վիոլետան հիմա Սանտիագոյի հետ է, բայց խնդրում եմ մի խառնվիր քո փառամոլության եւ անկշտության պատճառով նրանց մի դժբախտացրու։ Արա այն ինչ պետք է անես, Տեոբալդո։ Իսկ հետո կվերադառնաս եւ մենք քո ապագայի մասին կխոսենք։ Եղավ։ Ինչպես թե Էմիլիան տիկին Հելենայի աղջիկն է, սա ինչ բան է։ Լսիր, չխառնվես, մեջ չգնես, ես քեզ չեմ հարցնում Կլաուդիան քո աղջիկն է թե ոչ։ Միամիտ մի ձևացիր, ասա։ Էմիլիան Հելենայի աղջիկն է թե ոչ։ Ոչ, Նիկոլաս, ոչ։ Ես բնիկ Կարակասից եմ, այլ ոչ թե անմեղիկների երկրից։ Ոչ, մայրիկ, խնդրում եմ ինձ ճշմարտությունն ասա, ես Հելենայի աղջիկն եմ։ Ոչ, Էմիլիա Մարգարիտա, դու իմ ու Բեքերի դուստրն ես, քո հայրը Կլեմենտինայի հայրն է։ Բեքերը իմ միակ ամուսինն է եղել, ասեմ որ նա շատ հագիստ մարդ էր, իսկ քո մայրն անհայտ է, բայց դա հիմա այդքան էլ կարևոր չէ։ Ինչ ես հիշում սիրելիս, ես քեզ որդեգրել եմ, երբ դու փոքրիկ աղջիկ էիր։ Սիր բանն այն է, որ բոլոր փաստերը համընկնում են տիկին Հելենայի հղիության հետ։ Դուք ինձ զարմացնում եք, ես ապշած եմ, դուք ծննդյան օրերն եք համեմատել։ Ոչ, պարոնեք, ինձ չի կարելի անհանգստացնել, որովհետև ես դեռ 39 տարեկան եմ, ներեցեք, ես գնում եմ, օգնիր ինձ աղջիկս։ Տեր Աստված, հեռու գնա։ Չգիտեմ, ես ձեր փոխարեն թույլ չէի տա, որ նա գնար, այլ կշարունակեի հարցեր տալ։ Ես կարծում եմ, որ Կոնստանսան ինչ-որ բան է թաքցնում, մի մեծ գաղտնիք։ Իհարկե, դա ինձ շատ զարմացրեց, անգամ մտքովս նման բան չէր անցնում։ Ողջույն։ Ուրախ եմ, որ եկաք, պարոն Բորովսկի։ Ես ուզում եմ հիվանդին այլ եղանակով բուժել։ Նախ, նրան հիվանդ մի անվանեք, որովհետև նրա անունը Անաստասիա է։ Երկրորդ, ինձ ասես այն մարդու անունը, ով վճարում է նրա բուժման համար։ Այդ բոլոր տվյալները դուք կարող եք ադմինիստրատիվ բաժնում իմանալ։ Ես կարող եմ հետաքրքրվել եւ օգնել ձեզ այդ հարցում, բայց դուք էլ ինձ պետք է օգնեք։ Ես պատրաստ եմ, ինչ պետք է անեմ։
Անաստասիան չի սիրում իր դեմքը ցույց տալ, որովհետև այն վառված է։ Նա չի ուզում խոսել այդ մասին, այլ ուզում է մոռացության տալ։ Նրան դուր չի գալիս իր տեսքը եւ այդ իսկ պատճառով նա թաքնվում է բոլորից։ Ella no le gusta como es ahora. Ուրեմն ինչ պետք է անենք։ Ես ամեն ինչի պատրաստ եմ։ Ես սիրում եմ այդ կնոջը։ Porque yo amo a esa mujer. Հիանալի է, պարոն Բորովսկի։ Ձեր փոխարեն ուրիշը բախտի կմահաճույքին կթողներ այդ կնոջը։ Ոչ։ Ես նման բան չեմ անի, ես ուզում եմ, որ Անաստասիան որքան հնարավոր է շուտ ապաքինվի։ Կարող ես բացատրել, թե ինչ է կատարվում այստեղ, ինչ է կատարվում։ Միթե դու չէիր այս մարդուն հսկում։ Դե այո, պարոն, այո, պարզապես ինչ որ մի սպասուհի Ալվարեսին սուրճ բերեց, ինչ որ բանով եւ դե ինչ բան, մի սպասուհի պարոն։ Դուք պետք է գտնեք այդ սպասուն գտնեք ու հարց ու փորձ արեք նրան։ Հենց հիմա շարժվեք։ Այո։ Այո։ Մենք այլ ելք չունենք, այս արարքը բռնություն է։ Ակնհայտ է, որ կռիվ է տեղի ունեցել, ոչ ոք ոչ մի բանի ձեռք չտա։ Իսկ դու Վալեսիլիոս հետազոտիր տարածքը, որովհետև սա բանականի ձեռագիր չէ։ No fue hecho por el monje. Ճիշտ է, պարոն, սա նրա ձեռքի գործը չէ, բացի այդ այստեղ առնաշփոթ է տիրում, այն ծրագրված չի եղել։ Para nada metódico. Գրեգորիա։ Գոյիտա, ես գիտեմ դու քեզ վատ ես զգում, որովհետև Մակոն հեռացել է։ Կտեսնես, ամեն ինչ լավ կլինի։ Նա իր տղաները լողավազանում են, Գրեգորիա։ Կլաուդիան Անաստասիան էլ են այնտեղ։ Ինչու դու էլ չես միանում նրանց։ Գոյիտա։ Միթե դու Անաստասիային չես սիրում։ Նա շատ է տխրում, կարոտում է իր կնքամորը։ Ինչու չես գնում նրա մոտ։ Գրեգորիա, աղջիկս, գիտեմ քեզ համար դժվար շրջան է, սիրելիս, կտեսնես ամեն ինչ հիանալի կլինի, ով գիտի միգուցե Մակոն մոտ օրերս վերադառնա, դե Գոյիտա, Ոչ ես, չեմ ուզում այնտեղ գնալ, ինձ այլևս ոչինչ չի հետաքրքրում պիա, իսկ Մակոն երբեք չի վերադառնա, այնպես որ մի խաբիր ինձ։ Կարծում եմ լավ կլինի, որ սկսենք մեր ժողովը, չեմ կարծում, թե Տեոբալդոն կգա։ Սա պետք է որ նա լինի։ Վիսկի, ինձ մի քիչ բրենդի, խմելու մի բան տվեք, բայց թույն, խնդրում եմ, ես շատ վատ եմ։ Ես հայտնաբերել եմ, որ տղաները թմրանյութ են օգտագործում։ Ինչ։ Նրանք իմ տարիքն էին հարցնում։ Այո, ոչ մի բան էլ հարցրեցին։ Ինչ էր։ Հա, ճիշտ է, նրանք ինձ ասացին, որ մայրիկը մեկ այլ դուստր է ունեցել։ Աստծո սիրուն Կոնստանսա, միթե չգիտեիր այդ մասին։ Ինձ վիսկի դուր։ Ես արդեն ամուսնացած էի Ակվիլեսի հետ։ Այո, հայրիկը դրա համար մայրիկին կուսանոց ուղարկեց, չես հիշում։ Ոչ։ Ճիշտ է, այդ ժամանակ ես արդեն Տեոբալդոյի հետ ամուսնացած էի։ Դա էլ չես հիշում Կոնստանսա։ Ոչ, որովհետև ես Եվրոպայում էի, բայց ինձ իսկապես զարմացրեց այն, որ տղաներն ասացին, որ այդ աղջիկը Էմիլիա Մարգարիտան է։ Այո։ Ոչ, այն որ մայրիկը աղջիկ է ունեցել։ Ճիշտ է, բայց ենթադրել, որ այդ աղջիկը Էմիլիա Մարգարիտան է, հիմարություն է։ Էմիլիան չէ այդ աղջիկը։ Կարող եմ վստահեցնել ձեզ։ Այստեղ Էմիլիայի տարիքն է կասկածի տեղիք տալիս։ Այն համընկնում է Հելենայի աղջկա տարիքի հետ, հասկանում ես։ Իսկ ջունգլիների հեքիմը մեզ ասել էր, որ Հելենան ուզում է Էմիլիայի միջոցով ինչ-որ բան ասել։ Ինչու է նա Էմիլիային ընտրել, որովհետև նա նրա աղջիկն է։ Իսկ Էմիլիայի մեղձավանջները։ Այդ նշանը նրա պարանոցի նշանն էր։ Աուրելիո։ Էй, փոքրիկս։ Կլաուդիա, սիրելիս, արի այստեղ, արի, Կլաուդիա։ Մայրիկ, արի, Աուրելիոն է եկել։
Վախից մոռացա, ինչի մասին էիք խոսում։ Կոնստանսա, ես եմ այս ժողովը կազմակերպել, որ խոսենք ու բացատրենք։ Սա պետք է որ Տեոբալդոն լինի։ Ներեցեք խնդրում եմ, ներեցեք, ես կբացեմ։ Ինչի համար բացատրիր ինձ։ Տեոբալդո, մենք քեզ ենք սպասում։ Ձերքերը վեր, արագացեք, բոլորը։ Դե, Ինչ է սա Ուսամա Բեն Լադենն է։ Ոչ, սխալվում ես։ Նրանք վանականի եղբայրներն են։ Մի բան, Աքվիլես։ արագ, անկով գնացեք, այստեղ եկեք, այն անկյուն։ Այստեղ արի խնդրում եմ, Մարի, նրանք կարող են քեզ վնասել։ Այստեղ եկեք։ Աքվիլես դե մի բան արա, ինչ ես մանեկենի նման կանգնել։ Այո, սա Ուսամա Բեն Լադենն է, համոզված եմ։ Սպասեք։ Այստեղ ոչ մի թանկարժեք բան չկա։ Ճիշտ է, այստեղ ոչ մի բան էլ չկա։ Այստեղ ոչինչ չկա։ Հիմա կտեսնենք։ Սպասեք, ինձ ծանոթ է այդ ձայնը։ Այո, այդ ձայնը դա այդ զզվելի մարդու, այն հանցագործի ձայնն է, ում ես հարվածել էի։ Հիշում ես Աքվիլես։ Իսկ այս մյուսը լուցերի տոն է։ Այո, ես ձեզ բացահայտեցի հանցագործներ։ Ողջույն։ Դու շուտ վերադարձար։ Այո, եկել են, որ որոշ կիսատ գործեր ավարտին հասցնեմ իմ հորս։ Մի շատ կարևոր բան ասեմ։ Ինչպես ես։ Ես լավ եմ, շատ լավ եմ։ Ոչ, մի անհանգստացիր։ Չեմ եկել, որ քեզ անհանգստացնեմ, ես նույնիսկ չեմ էլ պատրաստվում այստեղ վերադառնալ։ Ես ուզում եմ քեզ խոստովանել, որ երբ գալիս է այստեղ, Աստծուց խնդրում եմ, որ ինձ հնարավորություն տա, որ գոնե բարևեմ քեզ։ Բայց հիմա զղջում եմ, որ այստեղ եկա։ Դե լավ, չեմ ուզում քո ժամանակը խլել, գնա խոսիր պարոն Տոնիի հետ։ Այո, գնամ հորս մոտ։ Porque mi amor cabe perfecto entre tus manos. Se hace pequeño el calendario cuando tú estás. Cuando tú estás y este calor rompe el invierno de mi cuarto. Se vuelve Աուրելիո, Գոհիտա, երևի Աուրելիոն Մարկոյի հետ է եկել։ Այո, Մակոն, Պիա, Մակո, ինչ ասես, որ ես լաց էի լինում եղավ, որովհետև ես արդեն հանգստացել եմ, հիմա ես շատ հանգիստ եմ, դե չգիտեմ, ես արդեն լավ եմ, այո։ հանգստացիր, խնդրում եմ, հանգստացիր։ Ես լավ եմ, հիանալի, այո, լավ եմ, գնացինք։ Աստված օրհնի քեզ, սիրելիս։ Ամեն։ Որտեղ է Մակոն, իսկ Մակոն։ Մակո ներս արի։ Իսկ Մակոն։ Մակոն չկարողացավ գալ Գոհիտա։ Բայց ինձ ուզեց իր փոխարեն քեզ ամուր գրկեմ ու համբուրեմ։ Արի այստեղ։ Մակոյի համբույրներն ուրիշ էի։ Գոհիտա, արի վերև բարձրանանք, Մակոն չի եկել, մենք հետո նրան կզանգենք, լավ։ Թանկագինս, բայց ախր քեզ քո եղբայրը գրկեց, նա քեզ շատ է սիրում։ Այո, Յոլանդա, գիտեմ, որ նա իմ եղբայրն է, բայց ես ուզում եմ, որ ինձ իմ սիրելին գրկի։ Լավ, մեզ ճանաչեցին, բայց դա կապ չունի, հարցակումը շարունակվում է։ Հանգստացեք կանեք, հանգստացեք։ Ես շատ եմ վախենում։ Աքվիլես, դուր նրանց ինչ որ ուզեն, արա ինչ որ պահանջեն, խնդրում եմ, նրանք զինված են։ Սպասեք մեկ րոպե, ինչ է մեզ հետ կատարվում, մենք հավեր չենք, նրանք երկուսն են, իսկ մենք 4-ը։ Եվ Բարտոլոնիմն է, իսկ լուցերի տանկոնը, ինչ կասես։ Շատ լավ, առաջինը դու գնա։ Չեմ կարծում, որ այդպես հարմար է։ Ինչպես է ընտանիքս։ Ես ես համար լավ նորություն ունեմ։ Վստահ եմ, որ այն ինչ պիտի ասեմ, ձեր այս հավաքույթը ավելի հաճելի կդարձնի։ Վանականը սպանել է Վալենտինոին։ Նա կրակել է նրա վրա հենց վերակենդանացման բաժանմունքում։ Անհնար է, բայց ինչու անակնկալի եկակ այդ ծերուկն այնքան էլ երկար չերապի բանական, այսպես ասած, արագացրեց նրա մահը։ Հիմա ինչ է եղել։ Վանականը սպանել է Վալենտինոին։ Ոստիկանը կարծես այնտեղ ձևի համար կգնացել լինել, որովհետև վանականը աննկատ ներս է մտել։ Միան հանգստացեք։ Ես արդեն գտել եմ վանականի հետքը։ Այս ամենը շուտով կավարտվի։ Ya va un momento.
Usted me está Սպասեք, diciendo մեկ que րոպե, Anastasia ասում եք era Անաստասիան խուլ է։ Eso no fue. Ես այդպես չասացի։ Ella no era. Նա խուլ չի եղել։ Սպասեք, տեսնեմ փաստաթղթերում ինչպես է։ Sí. Parece Այո, que cuando այստեղ ingresó գրված է, որ նա խուլ է estaba sorda y եղել։ Նրան operada. վիրահատել են։ Tú me Դու oyes. ինձ լսում ես։ ¿Me puedes Կարող ես ինձ ասել, թե քեզ ով է այստեղ բերել։ ¿Qué dijiste? Ով։ Eso es Հնար է, eso no չի puede կարող ser. պատահել։ Ինչպես է հնարավոր, որ ինչ որ մեկը վանականի հետքի վրա դուրս գա։ Ես համամիտ եմ Լեոնի հետ Աուրելիով, Ֆակունդոն բավականին երկար ժամանակ ինչ կարակասում չի եղել, նա հեռացել է քաղաքակրթությունից իր ընտանիքից, այդ ինչպես է բանականի հետքի վրա դուրս եկել։ Ես էլ եմ կարծում, որ դա շատ տարօրինակ է, բայց ինձ թվում է, որ նա ճիշտ է ասում։ Վանականի մատնահետքերը Ֆակունդոյի մոտ են։ Հենց կարակաս ուղարկեց ծերուկիս հայտնելու, որ մենք վանականի մատնահետքերը արդեն ունենք։ Վերջապես մենք ինչ որ բան ունենք, որովհետև ես արդեն հոգնել եմ որևէ նշանի սпасելուց, վերջապես երբ եմ գտնելու քրոջս։ Ես արդեն կորցրել եմ հույսս, ներեցեք։ Հայրիկ, խնդրում եմ, խելամիտ եղիր, մենք չենք կարող նման հիմարությունների ավատալ։ Ֆակունդոն հարբեցող է, նա խելագարի մեկն է, եթե նա մայրիկի գործը չբացահայտեց, ուրեմն առավել եւս վանականին չի կարող բացահայտել, դա հիմարություն է։ Չեմ հասկանում ինչպես է Ֆակունդոյին հաջողվել այդ մատնահետքերը գտնել։ Տոնի, շատ հնարավոր է, որ նա կարակաս է եկել, իսկ մենք չենք էլ իմացել Տոնի։ Ամեն դեպքում Վալենտինոյի դեպքը վանականի հետ կապ չունի։ Կամ միգուցե ունի, ես այդպես եմ լսել։ No tiene el mismo patrón de conducta. Լեոն, եթե չեմ անհանգստացնի քեզ, կուզենայի ստուգել հանցանքի վայրը։ Ներեցեք, պարոն Բորովսկի, բայց ինչ ասացիք նրան։ Դու խոսել ես նրա հետ, նա բանականն էր։ Կարծում եմ քիչ-քիչ պետք է առաջ գնանք։ Իվանդը նյարդայնանում է։ Անաստասիա, խոսիր այդ մարդասպանը, Անաստասիա, շատ կարևոր է, ես պետք է իմանամ, նա բանականն էր։ Նա է մարդասպանը, խոսիր Անաստասիա։ Պարոն Բորովսկի, ես ձեզ արդեն ասացի, որ նրա վրա ճնշում չգործադրեք։ Օգնեցեք։ Հիվանդի վիճակը վատանում է, խնդրում եմ, տարեք նրան։ Այլևս նման բան չանել, եղավ։ ¿Entendió? ¿Qué fue Նա lo que ձեզ ինչ ասաց։ Հիմարություն մի արա։ Արի անենք այն ինչ նրանք պահանջում են։ Մեր շորերը հանենք։ Հանենք մեր շորերը։ Ոչ, ես չեմ պատրաստում իմ շորերը հանել։ Լսեք, գիտեք ինչ, ես իմ հանցագործ ընկերներից մեկին ասելու եմ այս մասին, ավելի ճիշտ կնքահորը։ Նա շատ դաժան մարդ է, նա ոչ ոքից չի վախենում։ Լավ մտածեք, հանկարծ չփոշմանեք։ Ագրիպինա, Մի հիմարացիր։ Ոչ։ Հանեք ձեր շորերը եւ այնտեղ կանգնեք, արագ։ Շարժվեք, արագացրեք։ Շատ լավ, ես կանեմ իմ շորերը։ Արագ, շտապեք։ Սպասեք, մեկ րոպե։ Usted tiene que Դուք atenerse պետք a է mis հետևեք իմ reglas. De lo խորհուրդներին, contrario, այլապես esta աղջիկն այդ muchacha վիճակից nunca երբեք va a դուրս salir չի del գա։ estado en el que está. Նրա վրա ճնշում գործադրելը լուծում չէ։ Նրան ժամանակ է հարկավոր այդ ամենը հաղթահարելու համար։ Ցավում եմ բժիշկ։ Ես իրոք չափնանցա։ Գիտե ինչպես կառավարեի ինձ։ Եվ ճիշտն ասած, ես չափազանց նյարդայնացա։ Դուք Además, պետք է tiene շատ que նուրբ empezar con temas մոտենաք։ sencillos. Ձեր այդ հարցից հետո նա միանգամից այլայլվեց։ Demasiado. Այդ ինչ վանականի մասին եք խոսում։ Ո՞վ է այդ վանականը։ Բժիշկ, ուզում եմ մի բան հասկանաք։ Ես այն մարդն եմ, ով ամենաշատն է ուզում օգնել Անաստասիային, որովհետև ես նրան շատ լավ եմ հասկանում։ Գիտեմ, թե նա ինչ է զգում, որովհետև ես էլ եմ նույն բանը զգացել։ Ես գիտեմ, թե ինչ բան է արատ ունենալը։ Բոլորը ծաղրում են ամեն անգամ, երբ տեսնում են այս սպին,
Այն հիշեցնում է ինձ, որ ես լիարժեք մարդ չեմ։ Ողջ կյանքդ կարող է փոխվել միայն, որովհետև սպի ունես քեզ վրա։ Ես ամեն ինչ անում եմ, որ թաքցնեմ ձեռքս։ Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչու է Անաստասիան ուզում թաքցնել իր դեմքը։ Ինչպես է դա պատահել։ Դա մոտոցիկլետի վթար էր։ Ես վերահսկողությունը կորցրեցի, իսկ հետո ձեռքս չէի կարողանում շարժել։ Շատ եմ ցավում։ Դա ահավոր զգացողություն է։ Բայց միայն վթարը չէր, որ ինձ ցավ պատճառեց։ Գիտեք, ես փայլուն զինվորական կարիերա ունեի։ Բայց մի մարդ, ով չի կարողանում զենք բռնել, չի կարող զինվորական լինել։ Պապիկս էր այդպես ասում։ Եվ ինձ ուղարկեց ոստիկանական դպրոց սովորելու։ Նա ինձ արգել է դառնալ այն, ինչ երազում էի։ Բժիշկ։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ ասել եմ մերժված լինել Արադի պատճառով։ Նույնիսկ մի անգամ պատկերացնում եք ինձ անբարոյական կինը մերժել։ Դրա համար ուզում եմ, որ հասկանաք, թե ինչու սահմանն անցա։ Ես իսկապես ուզում եմ օգնել Անաստասիայի։ Llegaste así, sin avisar, con tus risas cortas mi debilidad, manos que se rozan en el sofá. Dices que te vas, te quedas más. Ձեռքերդ ներքև իջեցրու, ես ավարտի ֆոնը հաշվեշտաս։ Զգացմունքներս դավաճանեցին ինձ։ Նոտև մի գնա թանկագինս, ինձ հրաժեշտ մի տուր։ Իմ ալկայ դոստր, աջողություն։ Գնում ես, իսկ իմ մայրիկին հրաժեշտ չես տալու։ Ոչ սիրելիս, մենք հրաժեշտ չենք տալիս միմյանց։ Կլաուդիա, սիրելիս արի այստեղ, Աուրելիոն պետք է գնա։ Բայց գիտես ինչ, ես կփոխիկ ականջին մի գաղտնիք կասեմ, որ դու էլ նրան կասես։ Nos empapa un vaso que se cayó, nos miramos fuerte, nadie habló. Ես երբեք չեմ դադարի սիրել Անաստասիան։ Աստված քեզ հետ, եւ եթե Աստված կամենա մի օր դու ինձ մոտ կվերադառնաս Աուրելիո։ ¿Cómo explico lo que pasa? Tiembla el pulso, tiembla el alma cuando dices que me extrañas. Se me cura hasta la nostalgia. Porque mi amor cabe perfecto entre tus manos. Se hace pequeño el calendario cuando tú estás. Ինչու ես լարս լինում, որովհետև Աուրելիոն հեռացավ։ Բայց նա ինձ ասաց, որ քեզ շատ է սիրում, արևի ու աստղերի չափ, եւ որ նա ուզում է քո կողքին լինել։ Շնորհակալ եմ թանկագինս։ Շնորհակալ եմ, որ այդ ամենը ասացիր ինձ։ Դուք դեռ կվճարեք այս ամենի համար։ Բերանդ փակիր Ագրիպին, այրապես նրանք մեր վերջը կտան։ Ես սարսափելի տեսք ունենամ սպանված մահացած։ Եթե նրանք ինձ վրա գրակեն, երդվում եմ, որ քո ոտքից կքաշեն։ Քեզ էլ հետս կտանեմ։ Եղավ Ագրիպինը։ Եվ ինչ ենք անելու։ Չլինի թե ուզում եք մեր դեմ մեղադրանք ներկայացնել։
Նա ծաղրում է ինձ։ Այո, մեղադրելու ենք եւ մեղադրանքը ներկայացնելու են գանգստերներին, կնքահորը։ Դու դեռ կզղջաս այս ամենի համար։ Փակիր բերանդ, քանի դեռ ուրիշ բան չեմ արել ձեզ հետ հանգիստ։ Լսիր, զգույշ եղիր այս մարդու հետ։ Զգույշ եղիր այս մարդու հետ, զգույշ եղիր։ Աշկդ վրայից չկտրես, ուշադիր։ Մի անհանգստացիր, Ակվիլեսը վախկոտի մեկն է։ Միթե չտեսար, թե ինչպես փախավ, երբ այդ իտալացին փորձում էր հարձակվել մեզ վրա։ Ակվիլեսը վախկոտ է։ Ճիշտ չէ, Ակվիլիտո։ Ես չպետք է ցույց տալ գողին, որ ինձ հետ այդպես խոսեր։ Ես չպետք է այդքան վախկոտ լինեի։ Բայց դե ինչ կարող եմ անել։ Փոքր այդ ուսինն եմ։ Խաղաղությամբ լցրու այս տունը։ Ես սիրո հավատարմության օրինակ կրնեմ իմ ընտանիքի համար։ Ամենակարող Տեր, երջանկությամբ ու ուրախությամբ լցրու այս տունը։ Օրհնիր իմ ու Վիոլետայի միությունը եւ խնդրում եմ, մեզ երբեք չբաժանես միմյանցից։ Ամեն։ Ամեն։ Լսիր։ Իսկապես մենք ամեն ինչ զրոյից ենք սկսելու։ Իսկ ուրիշ էլ որտեղից։ Ընդամենը քո աչքերի մեջ նայելով ես մոռանում եմ ամեն ինչ։ Ես վստահեցնում եմ քեզ սիրելիս։ Հենց նոր ես տիրոջից ուշ ստացա եւ քո համբուրներից բացի ես այլևս ոչինչ չեմ հիշում։ Համբուրիր ինձ։ Լսիր, կրակի հետ խաղ մի արա, որովհետև եթե այրվես, ես մեղավոր չեմ լինի։ Ես քեզ զգուշացնում եմ, որ չեմ պատրաստվում փոխել իմ անունը, ես միշտ էլ Վիոլետա կմնամ։ Այո։ Այո։ Հեյ, այդ ինչ ես անում։ Ինչ ես անում։ Դե, ես եւ դու ամուսիններ ենք եւ մենք հիմա մենակ ենք այս տանը։ Իսկ դու ինչ ես կարծում։ Ես սիրում եմ քեզ։ Այո, եւ ինչպես։ Դե դա շատ դժվար է, շատ բարդ է։ Ես սկսում եմ այս տեղը համբուրել հետո։ Հետո փորձում եմ հայացք գողանալ։ Եվ վերջում մենք սիրում ենք իրար առանց ինչ-որ բանի մասին մտածելու։ Ես ուզում եմ քեզ սիրել Վիոլետա։ Եվ գիտեմ, որ դու էլ ես դա ուզում։ Երբ Անաստասիային այս վիճակում եմ տեսնում, շատ վատ եմ զգում։ Կարծես այս ամենը ինձ հետ կատարվի։ Ես հասկանում եմ, թե դուք ինչ եք զգում։ Անաստասիայի հետ կատարվածը ձեզ ստիպում է վերապրել այն, ինչը ձեզ հետ է կատարվել, ինչը ձեզ մեծ ցավ է պատճառել ու վշտացրել։ Այո, միգուցե դա այդպես է, կամ էլ ավելի վատ։ Այն իմ մեջ զայրույթ է արթնացնում։ Ես զայրանում եմ, որ լիարժեք մարդ չեմ։ Դա բնական է, որ դուք զայրանում եք։ Շատ կարևոր է իմանալ դրա պատճառը, որովհետև այդպես դուք կարող եք կառավարել ձեր զայրույթը։ Միայն այդպես դուք կարող եք ձեզ երջանիկ զգալ, միայն այդպես դուք ձեզ լիարժեք մարդ կզգաք։ Երջանիկ։ Ես այդ բառը ջնջել եմ իմ բառապաշարից բժիշկ։ Բայց ինչու։ Խնդրում եմ բժիշկ։ Ինձ այլևս ոչինչ չի օգնի։ Ես արժանի չեմ երջանկության։ Ես վատ մարդ եմ։ Ես այնպիսի վատ բաներ եմ արել, որ խիղճս երբեք թույլ չի տա երջանիկ լինել։ Իսկ այդ ինչ եք արել։ Այդ ինչ պետք է արած լինեք, որ գոնե մի փոքր երջանկության արժանի չլինեք։ Դուք որևէ հանցանք եք գործել, այո։ Մենք այս ամենը կտանենք, հրաշալի է։ Ակվիլես, դե մի բան արա։ Այո, մի բան արա։ Դու ախր տղամարդ ես։ Բայց ինչ անեմ։ Ոչ, բայց նա ինչ անի, միթե չեք տեսնում, թե այս լկտին ինչ լավ է իրեն զգում։ Նրանք իրավացի են, արդարացի է։ No es justo Por que estos estos jugadores niños me mandaban humillen como de esa manera y que yo no haga nada para impedirlo. No lo puedo permitir.
Ես պետք է ինչ-որ բան անեմ, պետք է կանխեմ այս ամենը։ Ես վախկոտ չեմ, այո։ Գնացինք։ Պատահաբար ստացվեց։ Շատ պատահաբար ստացվեց, երդվում եմ։ Հանգիստ, բոլորդ հանգիստ։ Հերո, այն կոնթեչը կկրակեմ, գնացինք, ծենքի արի։ Առաջ, ծենքի եկեք։ Արի այստեղ։ Ինչ ես ուզում։ Ուզում ես որ կրակեմ։ Ոչ։ Դե ուրեմն զգուշ եղեք։ Հիանալի ակվիել ես, հիանալի է։ Զգուշ։ Ես հպարտանում եմ քեզնով, կեցցե, հիանալի է։ Շարժվեք։ Կեցցես։ Շարժվեք, թե չկրակեմ։ Մի անգամ ֆիլմում հենց այդպես ասացին։ Շշարժվեք։ Ինձ թվում էր իմ կյանքում այլևս նման բան չի լինի։ Երբ դու համբուրում էիր ինձ, թվում էր, թե երկնքում եմ, ամպերի վրայով քայլում եմ։ Իսկ հիմա իջել ես ներքև։ Որովհետև ես դեռ վերևում եմ։ Եվ դու կողքիս ես։ Դա էլ ինձ բավական որ ինձ ամպերի վրա զգում է։ Սանտիագո։ Դες թե որքան ես ինձ սիրում, դա նորմալ չէ։ Բայց կա այնպիսի քայքի գլխին մարդ, որ կարողանա պնդել թե սերը նորմալ բան է։ Կա այդպիսի մեկը։ Ոչ։ Զգույշ, այլապես ես արարքներից համար պատասխանատու չեմ։ Համել արդեն առևանգել եմ քեզ այնպես, որ դու իմն ես։ Ոչ, դու չես կարող նման բան անել։ Մենք դեռ պետք է կահույք գնենք, տան համար մանր-մունր գնումներ կատարենք, դեռ այնքան պակաս բաներ կան։ Այո, բայց ինձ միայն դու ես պետք։ Այստեղ եւ իմ կողքին։ Սիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո յուսած թակարը թսին պատմությունը թորին բաց կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխ բարուրված գիտեմ կեղծի